Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար Ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը։ Իսկ իմ այսօրվա հյուրն է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Յուրահատուկ կարելի է ասել թեմա ենք քննարկելու այսօր, քանի որ հաղորդումը բուհ աշխատաշուկային է վերաբերվում եւ մենք հիմնականում լուսաբանում ենք գործարար կամ բիզնես ոլորտի թեմաներ։ Այսօր խոսելու ենք բիզնես գրագիտությունից, առհասարակ բիզնես գրագիտությունը իրենից ինչ է ներկայացնում եւ կարելի ասել ովքեր են դրա ուսուցիչները, այսպես եւ մատուցողները, որ գրագիտության մակարդակը բիզնեսի ոլորտում բարձր պահենք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար եւ հնարավորության անձեռնման համար։ Նախ, այո, հարցադրումը բիզնես գրագիտություն ինչ է ներկայացնում, նախքան գրագիտության մոտեցումը բովանդակությունը ներկայացնել, ես ասեմ, որ բիզնեսը դա գործընթաց է։ Գործընթաց է, որը ունի իր օրինաչափությունները, ունի իր արդեն տարիների մեծ փորձը, ունի արդեն որոշակի ձևավորված մոտեցումներ, այդ թվում նաև տարբեր տարածաշրջաններում ըստ իրենց տարածաշրջանների, իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ բոլոր գործընթացները, որոնք ունեն օրինաչափություններ եւ ունեն իրենց, այսպես ասած, չգրված խաղի կանոնները, եւ նաեւ գրված խաղի կանոնները ենթակա են ուսուցման, ենթակա են յուրացման, որպեսզի կարողանան իրենք կազմակերպել ճիշտ այդ գործընթացները։ Դա նշանակում է, որ ցանկացած մարդ, ով զբաղվում է բիզնեսով, նա պետք է նախորդների, այսպես ասած, փորձը եւ այդ փորձի հիման վրա ձևավորված տեսությունը յուրացնի, որպեսզի այդ նույն խոչընդոտներին ինքը կամ չհանդիպի, կամ հանդիպելուց կարողանա հեշտ հաղթահարի։ Սա այդ ամբողջ իմացության գաղափարն է։ Եթե խոսենք բիզնես կրթության մասին եւ բիզնես գրագիտության մասին, մեր բուհական համակարգում եւ հասկանանք, թե առհասարակ մեր բուհական համակարգում դա ինչպես է արտացոլվում, դրա մակարդակը ոնց է ձևավորվում բուհերում մասնագիտությունները, երբ որ ուսանողները սկսում են սովորել, առհասարակ բիզնես կրթությունը դրա հետ մեկտեղ սկսում են սովորել, թե ոչ։ Նայեք, նախքան ձեր հարցին պատասխանելու ես ասեմ, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար պահանջվում են եւ կամային որոշ հատկանիշներ, բնավորության գծեր, եւ նաեւ գիտելիքներ։ Հիմա մենք խոսում ենք ավելի շատ գիտելիքների մասին։ Կամային հատկանիշները ես չեմ բացառում, որ սրանք նույնպես յուրացվող են։ Սրանք նույնպես հղկվող են, սրանք նույնպես կատարելագործվող են, հա։ Մարդը կարա երկար ժամանակ ունենա խնդրեմ առավոտը զարթնելու հետ, բայց ինչ որ մի ժամանակ զարգացնի իր մոտ այդ հատկանիշը եւ ամեն առավոտ ինքը ֆիքսված ժամի զարթնի եւ աշխատի։ Սա կամային հատկանիշի ամենա, այսպես ասած, պրիմիտիվ օրինակն եմ բերել։ Բիզնեսը իրականացնելու ժամանակ այո կան կամային հատկանիշներ, որոնք պարտադիր պետք է ունենա այդ մարդը, որոշակի նաեւ բնատուր, օրինակ ստրեսակայունությունը, օրինակ անորոշության մեջ այդ աշխատելու ունակությունը, օրինակ կարող է նույնիսկ այդ հիասթափություններին դիմանալու այդ հատկանիշը, համառությունը, երբեք չհանձնվելու այդ, այսպես ասած, ջիղը, բայց սրանց զուգահեռ նաև կան ուրեմն գիտելիքներ, որոնք նախորդիվ ես նշեցի, դրանք ուղղակի խաղի կանոններ են, որ ինքը պետք է իմանա։ Բայց ես չեմ ուզում մենք այսօր խոսանք կոնկրետ բիզնեսին առնչվող այնպիսի երևույթների մասին, ինչպիսին ռազմավարական կառավարումն է, գործառնական կառավարումն է, մարքեթինգային մեծ, այսպես ասած, միջոցառումներն են։ Ես ուզում եմ խոսանք ձեռնարկատիրական գիտությունը որպես բազային, այսպես ասած, հա, գիտելիքների ներդրում մեր երկրում։ Եվ այսօր ես այո նայել եմ կրթական ծրագրերը, կան որոշ տեղ հենց աշխատանքի ուսուցում այդպիսի ծրագրով, բայց ուսումնասիրելով հասկացել եմ, որ
դրանք իրականում այդքան էլ կապ չունեն իրականության հետ, այդ դասընթացները։ Նախ մեկ պայման, որ ծրագրերը, որոնցով ուսուցանվում են, շատ լուրջ ինքը շեղում ունի իրական բիզնես կանոններից, եւ երկրորդ դասախոսները, ովքեր որ մատուցում են այդ նյութը, ոչ բոլորը, բայց հիմնական մասը տեսական գիտելիքների հիման վրա են մատուցում եւ սեփական մաշկի վրա երբեք չեն զգացել այդ այսպես ասած ապրումները, որոնցով ձևավորվել է իրենց մոտեցումները։ Ես ընդհանրապես մտածում եմ, որ ձեռնարկատիրական գրագիտությունը պետք է սկսվի երեխաների մոտ դեռ վաղ մանկուց։ Այսինքն այն ժամանակահատվածից, երբ իր մոտ սկսում է որոշակի ձևավորումներ առաջանալ արդեն հենց փողի նկատմամբ, որտեղից է առաջանում փող, ինչպես են աշխատում։ Մենք հաշվի առնենք, որ դեռևս մենք այսօրվա երեխաները ծնողների եւ պապիկ տատիկների մակարդակում ունեն խորհրդային ժամանակաշրջանի մշակույթներ, որտեղ ձեռնարկատիրական գործունեությունը քայլորեն պատժել արարքեր, այդպիսի հոդված կար, սպեկուլյացիա։ Դա շատ լուրջ բառեր է եւ նախ առաջին հերթին պետք է երեխաներին լուրջ, այսպես ասած, առաջի տրամադրվի ոչ թե գիտելիք, այլ հոգեբանական նույնիսկ տրամադրվի այդ ալիքը տրվի երեխաներին, որ փող աշխատելը դա բացարձակ բարոյական գործունեություն է եւ դրանով նույնիսկ դուք ազգանվեր գործ եք անում։ Այստեղ տարանջատել է պետք, ինչպիսի բիզնեսի մասին է խոսքը։ Եթե բիզնեսը արժեքաստեղծ է, դա միանշանակ իմ ասացի կոնտեքստում տեղավորվում է։ Եթե բիզնեսը արժեքաստեղծ չէ, եթե այդ բիզնեսի արդյունքում այդ ընտանիքը պարտքերի մեջ է ընկնելու, եթե այդ բիզնեսի արդյունքում մարդիկ առողջություն են փչացնելու, ես դրանց համարում եմ որպես չարիք ստեղծողներ։ Չգիտեմ իրավակարգավորումներով ինչքան հնարավոր է այդ բիզնեսները պետք է սահմանափակվեն։ Բայց այն բիզնեսները, որոնք որ հանրային բարիք են ստեղծում, այդ բիզնեսը պետք է դեռ վաղ մանուկ հասակից երեխաների մոտ մտցվի, որ սա իրականում իրենք իրականացնում են բարի գործ։ Եվ առհասարակ ոչ թե իրանք պետք է փող աշխատելու մոլուցկով մտնեն բիզնեսի մեջ, այլ հանրային բարիք ստեղծելու այդ հենց բառը ասեմ մոլուցկով, այդ այսպես ասած եռանդով մտնեն եւ ճիշտ կազմակերպելու դեպքում գումարը շահույթը լինելու է ընդհանրապես հետևանք։ Ինչքան լավ կազմակերպեն իրենց բիզնեսը եւ այնուհետեւ բիզնես համակարգ ստեղծեն, այնքան իրենց շահույթը լինելու է ավելի շատ։ Սա նաեւ կախված է ոլորտներից, ինչ ոլորտում են իրանք ձեռնարկատիրական գործունեությունում։ Եվ առաջի այդ սիգնալից հետո պետք է դրվի փոքր տարիքում երեխաների մոտ արդեն շատ հասկացությունների, ծանոթացումը, որպեսզի իրանք չգան հասնեն մի տարիքի, որ սկսեն բիզնես անել, նոր սկսեն ծանոթանալ, սկսեն լուսավորվել եւ իրենց համար իրականում չունենալով բազային գիտելիքներ խնդիրների հանդիպեն։ Ել եմ ասում, կա խաղի կանոններ, որոնք իրենք սովորելու են նաեւ պրակտիկայի ընթացքում, նաեւ բիզնես գրականություններ ընթերցելուց, բայց կա նաեւ խաղի կանոններ, որոնք իրենք պետք է իմանան, հա, ասենք դրանք նույնիսկ գրված օրենքների մասին է։ Իմ համար միշտ զարմանել է, ես միշտ ուզում եմ հասկանամ, խի փոքր տարիքում, հա, ասենք, թեկուզ դպրոցական, մի քիչ արդեն 7-8-րդ դասարանում, հստակ երեխաներին չի բացատրվում ինչ է հարկը։ Առհասարակ էլի դա պիտի բացատրվի։ Ընդհանրապես ինչ է գործարքը, ինչ է պայմանագիրը։ Հա, բիզնեսը պայմանագիր իրականացնում պայմանագիր է կնքում եւ իր մատակարարների հետ, եւ իր գնորդների հետ, եւ իր աշխատակիցների հետ։ Ով է բաժնետերը։ Հա, ով է գործադիր տնօրենը։ Այս հասկացությունները, երբ որ երեխաներին, ես երեխա եմ ասում դպրոցական հասակում, երբ որ ներկայացվի, երիտասարդ տարիքից է։ Հա, իրանց մոտ կձևավորվի արդեն որոշակի մտածելակերպ։ Եվ նախ առաջինը իրենք այդ տարիքում ուսումնասիրելով, շոշափելով բիզնեսի, այսպես ասած, մակերեսը, իրենք կարող են արդեն պատկերացում կազմել։ Նախ առաջինը դա իրենցն է, թե իրենց չի։ Որտեւ բիզնեսը ունի ամենամեծ ռիսկերը եկամուտ աշխատելու մեջ, քան օրինակ վարձու աշխատանքը կամ պասիվ եկամուտի աղբյուրը։ Բիզնեսը ունի ամենամեծ ռիսկերը։
Եվ այս ամեն ինչ ուսումնասիրել իրենք կարող են սկսել արդեն կողմնորոշվել եւ այնպիսի իրավիճակ չի ստեղծվի, որ մեր մոտ անընդհատ ունենք փոքր եւ միջին բիզնեսներ, այսպես միջազգային տերմինով ասած ստարտափներ, որոնք ստեղծում փակվում են, Այս ստեղծվել փակվելու ամբողջ հիմնական պատճառն է, որ այդ ստեղծողները չգիտեն ուր են գնում։ Իրանց մոտ պատկերացում կա, որ գումարը կա, կարելի է բիզնես անել։ Ու անընդհատ ձախողումներին ենք մենք հանդիպում։ Այո, այդ ձախողումների հիմնական նպատակը վատ պատրաստվածությունն է։ Որտեղ այդպիսի բան չկա։ Բիզնեսներ կան, որ մեղադրում են իրենց գործընկերներին, բիզնեսները կա կառավարությանը։ Ես էլ ասում եմ, որ հարգելի գործընկերներ, ոչ մեկ մեղավոր չի։ Կան լավ պայմաններ, կան վատ պայմաններ։ Այո, կառավարությունը ունի սխալներ միանշանակ, նույն գործընկերդ կարող է քեզ խաբել։ Այդ ամեն ինչը բիզնեսի մոտ պետք է ունենա արդեն այսպես ասած պատրաստված պլատֆորմի վրա, որ սա ձևավորված ավանդույթներ, որ դու դրա մեջ լողաս, այո, շատ ճիշտ ասացիք, դրա մեջ դու լողաս եւ այդ լողալու ընթացքում գնաս անդադ առաջ։ Եվ այս մասով ես միշտ ասել եմ, որ այո, բիզնեսմենը համարձակ է։ Բիզնեսը ավելի համարձակ մարդ է կամ տղամարդ է կամ կին է, կամ պետական աշխատող։ Պետական աշխատողի մոտ պահանջում է գիտելիքներ։ Այստեղ համարձակություն, եթե իրանք այդ նույն համարձակությունները, իրանք ավելի շատ գումար աշխատեն բիզնեսով բնականաբար եւ այդ հմտություններ եթե։ Բայց մարդիկ ընտրել են նա, որը էլի արժեքաստեղծ գործունեություն է, բայց չկա։ Այստեղ արդեն կարեւոր է փոքր տարիքից մարդկանց բացատրելը, նախ առաջին էլ եմ ասում, բիզնեսի ռիսկերը։ Չէ, ամենաառաջից որ բիզնեսը դա, եթե հանրային բարիք ստեղծող է, դա ազգանվեր գործ է, միանշանակ։ Երկրորդը, եթե նաև հաշվի առնելով տնտեսական, տնտեսության զարգացման իր գործոնը։ Երկրորդը, որ բիզնեսը ունի ռիսկեր եւ այդ ռիսկերի մեջ պետք է ինքը լողա, եւ դա նաև շատ կամային հատկանիշներ ու ճկունություն է պահանջում, եւ երրորդ նաև այդ հասկացությունները, որ պետք է փոքր տարիքից ծանոթանան։ Պատկերացրեք, արդեն դպրոցը ավարտած տղան կամ աղջիկը, առանց տարբերության, լավ գիտեն ինչ է գործարքը, գործարքի ժամանակ փաստաթուղթ է կազմում, ինչ է պայմանագիրը, ինչ է հարկը, այս բոլորը իրար հետ այս գիտելիքներով ինքը արդեն սկսում է պատկերացնել, ուր է մտնում։ Սա է իմ պատկերացրած, դուք ել եմ ասում, պետք չի, որ ինքը փոքր դպրոցական տարիքում ուսումնասիրի միջազգային պրակտիկ, փորձեր այնպեսին, ինչպեսին, ասեն, կարող է ծանոթանալ, Microsoft-ը ինչպես է հաջողության հասնել, Apple ինչպես է հաջողության հասել, այդ հաջողության ճանապարհին կարող են ինչ պատմություններով իրանք հասնել, բայց կա նաև որոշակի, այսպես ասած, կարևոր հասկացություններ, որոնք պետք է յուրացնեն։ Դրանք ես մտածում եմ, որ դրանք մեդիա գրագիտության նման, որոնք ներկա պահին մեր հանրակրթական դպրոցներում բուհական համակարգում մուտք են գործում տարբեր դասընթացների ձևով, դրան երևի պիտի կցվի նաև բիզնես գրագիտությունը, որ արդեն այդ նշված տարիքի երեխաները, ովքեր համալսարաններում են կամ դպրոցներում, իրենք էլ այդ ձեր ասած օրինակով իմանան հարկը ինչ է, եկամտահարկը ինչ է, ինչ հարկերի տեսակներ կան, առհասարակ բիզնեսը իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի պատկերացում կազմի առհասարակ իրեն շրջապատող աշխարհում ու այդ աշխարհը ոնց է ձևավորվում, ինքը որ այդ հաստատությունում սովորում է, այդ հաստատության ֆինանսական միջոցները ոնց են կարելի ասել հավաքագրվում ու ծախսվում, այդ ամեն ինչը։ Եթե մենք հետ գանք կրթության ոլորտին, մասնագիտություններ կան, որոնք պահանջում են ակադեմիական լուրջ կրթություն եւ կան մասնագիտություններ, դրանք նոր ի հայտ եկող մասնագիտություններն են, որոնք շատ հաճախ մենք տեսնում ենք, սովորում են 3 ամսյա կուրսեր, 6 ամսյա կուրսերով եւ մտնում են աշխատաշուկա։ Բիզնես ոլորտում ինչպիսին պիտի լինի կրթությունը առհասարակ, որ տվյալ մարդը, որ ցանկանում է բիզնեսով զբաղվել, կարողանա մտնել դեպի այդ շուկա։ Նայեք, նախ ցանկացած ոլորտ կլինի բիզնես գրագիտություն, թե իրավաբանական մասնագիտություն, թե հաշվապահ, թե շինարար, բոլոր մասնագիտությունները այսօր ունեն ցկյանս ուսումնառության պարտադիր պահանջ, այսինքն մարդ պետք է անդադ կրթի, որտեղ ամեն օր նորություն է դուրս գալիս, ամեն օր։ Եթե մարդիկ թվում է թե միայն իրավաբաններն ու հաշվապահները պետք է գրքեր կրթեն, ասեն որ շինարարներն էլ ամեն անգամ պետք է հետևեն, կարող է դրա գրականությունները այդքան չկա, բայց YouTube-յան ալիքով կան անընդհատ նորություններ, անընդհատ, ինչպիսի նորություններով են մարդիկ կարողանում կյանքը թեթևացնել այլ մարդկանց։ Սա այդն է, բայց ես եթե խոսքը վերաբերում է 2-3 ամսվա կրթությանը, ես ուզում եմ պատկերացնեմ 2-3 ամսում ինչ կրթություն պետք է ստանան։ Իրանք կարող են 2-3 ամսում ընդհանրապես որոշակի բազային հասկացությունների հետ ծանոթանան, օրինակ ասենք որ սկսեն հենց նույն ձեռնարկատիրական գործունեությունը,
Բայց 3 ամսում, գիտեք, ես բացառում եմ մարդը 3 ամսում կարողանա ձեռք բերի այնպիսի հմտություններ, որ հետո ինքը սկսի աշխատել։ Ես դրա համար ասում եմ, ինքը պետք է շատ վաղ տարիքից սկսվի։ Եվ ձեռնարկատիրական գործներ, ընդհանրապես ձեռնարկատիրական հմտությունները ես համարում եմ դա ոչ ամբողջական բնատուր ունակությունները։ Դրանք կարող են ժամանակում, նույնիսկ կառավարումը, կառավարման հմտությունները, այդ արդյունավետ կառավարումը նույնպես ինքը ենթադրում է զարգացող հմտություն, այսինքն զարգանալու վրա հիմնած դու կարող ես զարգացնել քո հմտությունները։ Ով ցանկանա բիզնեսով զբաղվել, միանշանակ պետք է ունենա այդ մոտեցումը, որ ինքը պետք է անընդհատ ուսումնասիրի, անընդհատ նույնիսկ եւ մրցակիցների փորձը եւ միջազգային փորձը եւ այդ ամենը ուսումնասիրելուց հետո նոր հələ հարցը ինքը կարողանալու է դա պրոյեկտի իր բիզնեսի վրա անի թե չէ ելուր մնաց որ թողենք բան չունեմ ասելու շատերը անում են ենթագիտակցորեն բայց ենթագիտակցորեն արած բիզնեսները իրանք արդեն այս պարագայում այս շատ մեծ խաղի կանոնների հայտ գալու ժամանակ ռիսկային են եւ այդ ենթագիտակցության իրանք կարող են կրթվել որոշումները կայացնել ինտուիցիայով ես դա տարբեր բաների մասին ենք խոսում բայց այդ որոշումների կայացում ուղղակի իրենց անձնական փորձի վրա հիմնվելով շատ աղքատիկ է Դրանք երևի թե ֆունդամենտալ գիտելիքների բացակայությունից են, որովհետև երբ որ գնում ես առհասարակ բիզնեսում էլ չլինի, գնում ես ինչ որ մի գործ անելու, դու մոտավոր պիտի պատկերացում ունենաս, այդ մեխանիզմը առհասարակ ոնց պիտի աշխատի, ու դու դա պիտի աշխատացնես։ Եթե դու օրինակ չունես այդ ֆունդամենտալ գիտելիքները, հնարավոր չի լինի, եթե ժամացույցի օրինակով բերենք, եթե դու այդ պտուտակը չես կարողանալու պտուտես, դու չգիտես դա ոնց է պտուտվելու, դու ժամացույցը չես կարողանա գործարկել։ Այո, միանշանակ հետեւաբար իմ ասած հենց օրինաչափություններն են եւ մոտեցումներն են, կանոններն են, որոնք որ մարդը պետք է ուսումնասիրի։ Հիմա նույն ձև եթե դու ավտոմեքենա վարել չգիտես, դու ավտոմեքենա նստես եւ փորձես A կետից հասնել B կետ, դու միանշանակ շատ լուրջ վտանգի տակ ես դնում քո կյանքը եւ առողջությունը։ Այսինքն այստեղ էլ եթե դու չգիտես այդ խաղի կանոնները, հա, այդ նույն կարմիր ու կանաչ լույսերը, բիզնես այդ բազանցները, այդ բոլոր խաղի կանոնները եթե դու չգիտես, հաստատ A կետից B կետ հասնելու համար կոմոդ ձախողումը համարյա երաշխավորված է։ Շատ բիզնեսների մոտ մենք տեսնում ենք, որ մարդիկ կարելի ասել իրենց այդ փուչիկի մեջից դուրս չեն գալիս։ Իրենք ընտրում են մի հատ տարածք, որ կողքի արդեն մյուս իրենց մրցակիցներին կարելի ասել չեն նայում, ինչպես դուք նշեցիք, միջազգային փորձը չեն ուսումնասիրում առհասարակ կամ մրցակիցներին, ովքեր իրենց բիզնեսին մրցակից են, չեն նայում։ Սա ինչի հետևանք է, որ օրինակ տարբեր բիզնեսներում նկատելի է լինում, սա հիմնային խնդիրը որն է, որ մարդիկ չեն նայում իրենց մրցակիցներին, չեն նայում առհասարակ իրենց շուրջը ինչ է կատարվում։ Դրա պատճառներից հիմնական պատճառը նորը սովորելու նկատմամբ այդ փակ լինելն է, այսինքն իրենք բավարարվում են եւ իրենց համար շատ հարմարավետության զոնա է ստեղծվել, իրանք որոշակի գումար աշխատում են։ Եվ ես միշտ ասել եմ, եթե բիզնեսը գումար է վաստակում իր կենցաղային հոգսերը ապահովելու համար, դա բիզնես չէ։ Դա ուղղակի կարելի ասել ազատ գրաֆիկով աշխատանք է եւ ավելի ծանրաբեռնված։ Իսկ եթե բիզնեսը անկախ նրանից նույնիսկ ինքը որոշակի բարիք ստեղծում է թե չէ, ինքը ժամանակի ընթացքում սպառվելու է այդ իր արժեք հաստատած գործունեությունը։ Իսկ եթե բիզնեսը ունի ընդլայնման եւ այդ բարիքը անընդհատ կատարելագործման, այսպես ասած, բիզնեսի տեր ունի այդ միտումը, այդ ձեր ասածը չի լինելու։ Ինքը արդեն պրպտելու է անդադ, հասկանա ինչպես են մարդիկ հաջողել, ինչպես են ձախողել, որտեղ են իրանք սխալ թույլ տվել, որպես ինքը չկրկնի այդ սխալները։ Այդ պարագայում արդեն կնես։ Այստեղ իմ կարծիքով իրենց նաև վախերն են հենց, որ ինքը չի ցանկանում մեծանալ։ Ինքը հարմարվում է, ասում է փոքր է, թող լինի փոքր, այսքանով ես կբավարարվեմ։ Եվ սա ըստեյության այո, կողքեր ուսումնասիրելու, այսպես ասած, հոգեբանական արգելք է, պատնեշ է։ Այս նոտայի վրա էլ առաջարկում եմ ավարտենք մեր եթերը։ Մի քանի հարցեր մնացին բաց, որը ես կցանկանամ նորից ձեզ հետ քննարկել եւս մեկ հաղորդման շրջանակներում, որովհետեւ լայն թեմա է, որին անդրադառնալը միշտ պետք է։
Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը։ Կհանդիպենք